Ալո։ Ուր ես։ Տանը։ Արի մոտ։ Կներես, որ քեզ մենակ եմ թողել։ Չեմ ասում արի թեյ տուր, ասում եմ հենց հիմա հելու արի։ Եվ բան ա եղել։ Կգաս թե ես գամ։ Մինչև եկաս այստեղ մտքովս ինչ ասես չանցավ։ Դու Ֆելոնին ճանաչում ես կամ տեսել ես։ Ֆելոն գործ տվող խափող Դավաճանի մեկն չի կարող ինձ բանել։ Ես իրան 1000 անգամ ստուգել եմ։ Դե ունի լավ չես ստուգել։ Ես որպես ու։ Մի քիչ։ Ուր էի ասացիր կգաս, հետո չի կարող։ Ասացի տանն էի պարկացել։ Զանգեցի եկար։ Որ զանգեցիր, ասացիր արի հավաքվեցի եկա։ Ռոսա, ուր էի գնացել։ Ասել եմ գեվ, գնացի Լուսիին տեսնեմ։ Հետո ուզում էի պապային տեսնել եկա գործը։ Որտեղ ես Լուսին հանդիպել։ Օֆիսում։ Հետո զանգեցի պապային, պարզվեց բախված եմ։ Հետո։ Ինչ հետո։ Հետո Լուսիին տեսա եկա տուն։ Վերջ ուրիշ տեղ չես գնացել, ոչ մի տեղ չես մտել, բար չես հանդիպել։ Չէ, ոչ մեկին չեմ հանդիպել։ Ոչ իմանը չես մոռացել այդ ասես։ Չէ, գեվ ոչ մի չեմ մոռացել ասել, չա եղել։ Չէ, ոչ իմանը ուղղակի ուզում եմ մնամ կինս որտեղ ա եղել, ինչ արել, անհանգստանում ամեն դեպքում։ Ու այդ հանդիպել, որտեղ հանդիպել։ Տենց է։ Ես քեզ չեմ խաբում, ես։ Ես չի եպես խաբել։ Դու խաբել գիտես։ Եվ ինչ ես ինձ սենց հարցեր տալիս։ Եսի կարող եմ ես այդ ողքսը տեղափոխել եմ Վիլենենց մոտ։ Վիլենենց։ Հա, Վիլենենց։ Ինչ եմ արես հանդիպել Վիլենի հետ։ Ես Վիլենին չեմ հանդիպել։ Հանդիպել ես ախր, հանդիպել ես, ուզում եմ ինչ եմ արես հանդիպել։ Եվ ինչ ես խոսում։ Արի մի անգամի 15 հարցերի պատասխաների, ինչի համար։ Եվ ես Վիլենին չեմ հանդիպել, ես Վիլենի հետ ինչ գործ ունեմ։ Դե չգիտեմ ինչ գործ ունես, ուզում եմ դրա համար հարցնում եմ։ Ո՞վ է քեզ տենց բան ասել։ Ո՞վ է ուզում ես բաժանի։ Էլի Արևն է, չէ։ Էլի այն ինչ ինքը անում է, գցում այն վրա, չէ։ Ինքն է քեզ գտել, թե դու ես իրեն գտել։ Ոչ ես եմ գտել նրան, ոչ էլ ինքը ինձ, ես Վիլենի հետ կապ չունեմ ընդհանրապես, ինչ ես տենց բաներ հարցնում։
Ախր բարօրինակ պատասխաններ եմ ստանում քեզ էլ, որ չեմ հասկանում ինչ ես խոսում, հասկանում ես։ Ինչ գործ ունես դու Վիլենի հետ։ Ես Վիլենի հետ կապ չունեմ ու գործ չունեմ, ես անգամ չգիտեմ Վիլենը քաղաքում ա թե չէ։ Քաղաքում ա, Վիլենը քաղաքում ա, ես քեզ կուշեմ, ինձ մնացածն է պետք իմանա, որ չգիտեմ, ինչի համար եք հանդիպել։ Եվ չեմ հանդիպել ես Վիլենի հետ։ Ինչի ինձ չես հավատում։ Ինձ էր նա հիշել, թե նոր սերաբուսնել։ Ես չգիտեմ քո առաջ ոնց արդարանամ, ես երևի գնամ։ Իգենա, սպասի։ Ինձանից հարցեր տվել, ուզում եմ մնա ոնց եմ հատես մտածում եմ հիմա ոնց ինձ վատություն անի քո ձեռքերը ոնի թե չէ։ Ոնց ես տենց բաներ կարողանում մտածել, հա։ Ոնց ես տենց մտածում։ Գնալա։ Քեզ խնդրում եմ։ Դուրս արի։ Թող Դուրս արի։ թող արդարանամ խնդրում եմ, ես քեզ կբացատրեմ։ Դուրս արի։ Դուրս արի։ Թող բացատրեմ։ Ես արուդոր չեմ գնելու, երկար բարակ բան չեմ ասելու, դուրս ես գալի, գնում ես տուն, իրեն հետ հավաքում ես ու վերանում ես են կյանքից։ Դու չես կարող տենց բան անես, դու չես կարող իմ հետ սենց վարվես։ Կարա ու կվարվեմ, հենց հիմա գնում ես տուն, իր հետ հավաքում ես ու ես քեզ հետ չտեսնեմ։ Դու իրավունք չունես ինձ հետ սենց վարվել Գև։ Ունեմ ու կվարվեմ։ Միշտ էլ կմնաս տենց անշնորհակալին մեկը։ Դու երբեք չգնահատեցիր ինձ, երբեք չիմացար, թե ես ով եմ։ Պարկասու իմացա։ Լավ ուր քան ավելի ուր։ Ես էլ կգնամ, բայց դու ինձ կլսես։ Խնդրում, մենակ առանց հիստերիաների, հա։ Առանց հիստերիաների, ուղղակի դուրս գնա։ Կգնամ, բայց կլսես ինձ։ Դու իրավունք չունես ինձ հետ սենց վարվել։ Իրավունք չունես առանց բացատրություն տալու ինձ ասել, որ ես տնից գնամ։ Ինչի համար ես անում Գև։ Արևի համար, հա։ Որ մնաս Արևի հետ։ Որ այստեղից Արևի հետ գնաս տուն ու ուզում ես այս հիստերիայի մեջ չընկնեմ։ Դու երբեք ես չգնահատեցիր։ Դու երբեք չիմացար, թե ես ով եմ։ Դու միշտ թքած ունես իմ վրա, թքած ունես իմ արածների վրա։ Ես կյանքս եմ քո համար զոհել։ Ես կյանքս եմ վտանգել քո համար։ Իսկ քո համար մեկը։ Դու ինձ անգամ շնորհակալություն չհայտնեցիր, որ ես քո մորն եմ խնամել։ Ու նրա կողքին եմ եղել իր վատ պահերին։ Շատ շնորհակալ եմ, որ մորս մի բաժակ սուրճ ես տվել։ Շատ շնորհակալ եմ։ Բայց ինձ ոչ քո ասուլտերն են իմ համոզում, ոչ քո հիստերիան։ Ինձ որ դուրս արի, ես չեմ ուզում ուղղակի շարունակեմ։ Որովհետև լսելուց հետո դու ինձ պիտի պատասխաններ տաս։ Իսկ դու պատասխաններ ոչ ունեցել ես, ոչ էլ կունենես։ Դու քո կյանքում ինձ մենակ մեղադրել ես ու ստորացրել։ Ու դու պատասխան ես տալու այդ ամեն ինչի համար Գև։ Եթե կա մեկը, որ պիտի պատասխան տա իրացների համար, այս իրավիճակի համար դու ես։ Ես ուղղակի ափսոսում եմ իմ տարիները։ Ափսոսում եմ այդ տարիները, որ քեզ եմ նվիրել, որովհետև այս պատմության մեջ միակ խաբված մարդը ես եմ։ Ոնց ուզում ես մտածել արդեն լիովին քո պրոբլեմն է, հետաքրքիր ճուղակի դուրս արես տեղից ու վերացի։ Սա ինչ արդեն չափից դուրս է։ Ու ես քեզ երբեք չեմ ներելու։ Դուրս արի։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, ինչի համար ես Ֆելոյի մասին տենց խոսում։ Ես Ֆելոյին լավ եմ ճանաչում։ Շատ լավ եմ ճանաչում։ Ու ոնց։ Գիտես Ֆելոն ով է։ Իմ կուրսեցին է։ Ում պատճառով մեր ես մահացել։ Ում Գևը պահել այն ժամանակ, որ չնստի։ Ես ինչ ես խոսում։ Հավատս չի գալիս։
Են ինչ լսում ես։ Ֆելոն, ես իր համար լիքը բան եմ արել։ Ֆելոն Գևին անել է պատվալից։ Ես վստահ եմ։ Ես իրան կանչեցի, ամեն ինչ մանրամասն բացատրեցի։ Հիշում ես այն ժամանակ ասացի, որ կանչես, գա։ Ինքը իրան ոտով է գալում կապտակատ։ Լուրջ, բան չեմ հասկանում։ Ֆելոն Գևի արածը խոստովանեց։ Այդտենց անշնորհական դավաճանին մեկնաֆելոն։ Մեր տուն մտել էր գողության քեզ դավաճանեց, իրան փրկող Գևին են դավաճանեց։ Բա։ Ես իրան փող էի խոսք տվել, ասեցի լավ կապրես։ Ինքն էլ Գևի դեմ բողոք գրեց։ Ես կմորթեմ դրան։ Աստոր ինքն է Գևորին հանել է պատվալից։ Հա։ Ֆելոն են մարդն է, ում պատճառով ես սկսեցի քեզ չվստահել։ Քեզ փողից զրկեցի։ Մնացածն էլ չասեմ, գիտես։ Ես էլ իրան մարդու տեղ էի դրել։ Շատ իզուր։ Նոր գործ կա այդ։ Փող կտամ, չեմ խնայի, մեջքիդ էլ կկանգնեմ։ Դու պիտի նենց անես, որ ես էլ Ֆելոյին կյանքում չտեսնեմ։ Մենք իրար հասկացանք։ Եթե ուզում ես ամեն ինչ քո սրտով լինի, պիտի անես նենց, ոնց որ ես եմ ուզում։ Ինչ ես ուզում Վիլյամ։ Ինչի ինձ հանգիստ չես թողնում։ Ես ինչ անեմ, որ ինձ հանգիստ թողնես, խնդրում եմ քեզ գնա իմ կյանքից, խնդրում եմ գնա թող հանգիստ ապրեմ։ Քո ցանկությունները իրականան եմ, խնդիր չկա։ Ամեն ցանկությունը իր գինը ունի։ Ես քեզ էլ չեմ հավատում։ Դու ամեն անգամ ինչ-որ բան հորինում ես, որ ինձ քո բռի մեջ պահես։ Ու հիմա ինձ ինչ էլ ասես, ես քեզ չեմ հավատալ։ Տես։ Ես ամենալույն եմ տոս։ Գնում եմ։ Դու ինձ չես տեսնի։ Բայց հիմա ինքը լավը չարելու պահ։ Շանտաժ ես անում։ Ոնց ուզում ես մտածի։ Ես քեզ խոսք եմ տալի։ Գեո չի իմանաս այն մասին։
սպասիր, ուր ես գնում։ Տիկին Սոֆի, ես գնում եմ ձեր տնից, ու ես այստեղ այլևս անելիք չունեմ։ Ինչպես թե գնում եմ անելիք չունեմ։ Ձիանա, դու ինձ ոչինչ չես ուզում բացատրել։ Ինչ է կատարվել, Ձիանա, որտեղ էիր ամբողջ գիշեր։ Դրսում։ Այսինքն ձեր տղան ձեզ ամեն ինչ կբացատրի։ Գևորգը հիմա այն վիճակում չէ, որ ինձ որևէ բան բացատրի, Գևորգը այն վիճակում չէ, որ դու իրանից նեղանաս։ Այո, եւ դուք դրա համար արդարացնում եք նրա բոլոր քայլերը։ Ես հոգնել եմ տիկին Սոֆի, հոգնել եմ ամեն ինչ կուլ տալուց։ Ես ամեն ինչ արեցի, ես կաշվիցս դուրս եկա ու ինչ ստացա փոխարենը միայն վիրավորանք։ Դիանա, հիմա բոլորս նյարդային ենք, բայց հասկացիր, մենք պետք է մի բրունսկ լինենք, որ կարողանանք փրկել մեր ընտանիքը այս կործանումից։ Միակ մարդը, ով ուզում էր փրկել այդ ընտանիքը, ես էի, բայց ես հոգնել եմ տիկին Սոֆի, հոգնել եմ Գևորգին ինչ որ բան ապացուցելուց։ Եթե ուզում է ինձ կորցնի, թող կորցնի, ես նրան այլևս պետք չեմ։ Դիանա, ինչ է կատարվել։ Ինչ է եղել։ Ինչ ես արել, որ Գևորգը քեզ վիրավորել է, նեղացրել, բացատրի։ Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ։ Ու այս անգամ ես նրան հաստատ չեմ ների։ Եթե ես երբևէ սխալ եմ արել, այդ սխալն արել եմ հանուն նրա։ Աստված իմ, ես կխելագարվեմ։ Դիանա, դու հիմա ինձ չես կարող մենակ թողնել։ Դու հիմա ինձ շատ ես պետք։ Կներեք տիկին Սոֆի, ես պատրաստ եի ձեր կողքին մնալ։ Պատրաստ էի ինձ զոհաբերել ու ամբողջ կյանքում ապրել ձեզ հետ։ Բայց Գևորգը երբեք ինձ չտեսավ իր կողքին։ Ձեն այդպես մի խոսիր, հա։ Ես չեմ դիմանա։ Հիմա այդ ամեն ինչի ժամանակը չէ։ Դիմանաք տիկին Սոֆի։ Գևորգը ձեզ կհամոզի։ Ձենը լավ մտածիր, որովհետև հետո կզղջաս։ Ճանապարհի կեսից ետ դառնալը դա նույնպես հերոսություն է։ Ես հետ չեմ գա։ Ես արդեն հաստատ որոշել եմ։ Ես չեմ կարող այս տանը անիմաստ ու ծիծաղելի կերպով ապրել։ Ես գնում եմ տիկին Սոֆի։ Մնաք բարով։ Ինչ գործ ունես տեղ։ Իրեն կարևոր թեմա կա, պիտի խոսանք։ Մենք ընդհանուր թեմա չունենք, թե մոռացել ես։ Մոռացիս թե ի ճանապարհը։ Իրեն շատ վատ վիճակում եմ, ինձ պիտի օգնես։ Ինչ անեմ, օգնեմ քեզ, հա։ Հա։ Հիմա ես քո օգնության կարիք ունեմ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Մոռանում ես թե ի ճանապարհը։ Ու էլ ստեղ չես երևում։ Մի տենց արավիլեն։ Հիմա դու ինձ պետք ես, լսի ինձ։ Ալո։ Բարև Հայկ։ Բարև Սոֆի, լավ ես այսօր։ Հայկ, որտեղ ես, կարող ենք հանդիպել։ Սոֆի, մի քիչ զբաղված եմ։ Հետ իմ գնալու փաստաթղթերով եմ զբաղված։ Հայկ, հիմա դու ինձ շատ ես պետք։ Դու նույնիսկ չես էլ պատկերացնում, թե ես ինչ անելանելի վիճակում եմ։ Ինչ ա եղել։ Պետք է հանդիպենք, հեռախոսով չեմ կարող։ Ես զգում էի։ Խնդրում եմ, հիմա ոչինչ մի ասա։ Հիմա ձեր տուն կգամ։ Չէ, Հայկ, տանը չեմ, դրսում եմ։ Չեմ կարողանում տանը մնալ։ Տան պատերը կարծես խեղդում են ինձ։ Համել չեմ ուզում տանը խոսենք, որ Դիանան ոչինչ չիմանա։ Դե ես քեզ ասել եմ։ Ինչ ա պատահել, Սոֆի։ Ես արդեն անհանգստանում եմ, Դիանան ինչի չպետք է իմանա։ Շատ կարևոր բան եմ ասելու, Հայկ։ Շատ։ Արի հանդիպենք հենց հիմա։ Լավ, Սոֆի, ես սրճարանում եմ, արի։ Ինչ ես ուզում։ Հիմա պետք է ամեն օր գաս դռանս տակը լացես։ Վիլեն, ես ես չեմ կարող արդեն, չեմ կարող տուն գնամ։ Միլիցիայը նստած են պոչից ինձ են ման գալիս։ Ես ինչ անեմ։ Գնա քո հարցերը ոնց ուզում ես լուծի։ Բա հիմա ես ինչ անեմ, Վիլեն։ Չեմ կարող տուն գնամ, միլիցիայից սաղորը փախած եմ։ Դու ինձ խոս տվեցիր, չէ՞ որ ես չեմ նստի։ Ինչ ուզում ես արա։ Ոնց ուզում ես հարցերդ լուծի։ Այդ ինձ հետաքրքիր չի։ Վիլեն, խնդրում եմ մի բան արա։ Ես չեմ ուզում բերդ հետամ, այդ իմ տեղը չի, ես տենց չեմ կարա։
Լսի, ես դայակի նման եմ, հա? Գնա Գևից օգնություն խնդրի։ Թող ինքը քեզ օգնի։ Տենց հա, Վիլեն։ Ես քո ուզածը արեցի, իսկ դու իմ գլխին սարքեցիր։ Հիմա էլ չես ուզում օգնես։ Տենց չի լինի, Վիլեն։ Կլնի, դու գնա։ Գնա։ Սոֆի, մի անգամից զգացի ձայնիցդ, որ շատ վատ վիճակի մեջ ես։ Ինչ է եղել։ Հայկ, դու պետք է օգնես ինձ։ Չես պատկերացնում, թե ինձ ինչ անհրաժեշտ է հիմա քո ճիշտ խորհուրդ։ Հասկանում ես, ես ինձ երբեք չեմ ների։ Եթե հանկարծ սխալ գործեմ, չնայած արդեն գործել եմ սխալ, բայց չեմ ուզում երկրորդ անգամ նորից սխալվեմ։ Սպասի, հանգստացի մի հատ։ Հավաքի քեզ։ Մենակ մի բան ասա, ինչի չէիր ուզում իմանալ Ձիաննան մեր հանդիպման մասին, հա? Չէ՞ որ դու առանց Ձիաննայի ոչ մի քայլ չես անում, Սոֆի։ Հայկ, ամեն ինչ ավելի լուրջ է, քան դու պատկերացնում ես։ Սոֆի, խոսա, մի բան ասա։ Սիրտս արդեն կանգնում է։ Ինչ որ բան կա, որ ինձանից թաքցնում եք։ Հասկանում ես, Ձիաննան ինձ երբեք չի ների։ Ինքը խնդրում էր, որ ես չասեմ, որ ոչ ոք չիմանա նրա մասին ինչ կատարվել է, ինքը շատ էր վախենում, որ այդ պատմությունը կիմանա հենց ինքը Գևորգը։ Սոֆի, եթե չես խոսել, ես հենց հիմա թողնում եմ գնամ։ Արդեն համբերությունս հատեց։ Անհանգստանում եմ, խոսա։ Միայն խնդրում եմ քեզ, Հայկ, նախօրոք ինձ չմեղադրես։ Այնինչ ես արել եմ որպես մայր, որպես իր զավակին սիրող մայր։ Ինձ թվում էր, որ ես ճիշտ եմ։ Սոֆի, ես քեզ ուշադիր լսում եմ։ Աշոտ։ Ասա, Վիլեն։ Վելոյին գտար։ Չէ։ Մեր տան մոտերն այս տարածքում է։ Արի, բայց արագ արի, որ չգնա։ Հայկ, դու կարծեմ տեղյակ ես այն դիսկի մասին, այն չարաբաստիկ ձայնագրության մասին, որի պատճառով ոստիկանությունը մեզ հանգիստ չի թողնում։ Սոֆի, այդ դիսկն է, որ չգիտեմ որտեղից հայտնվեց։ Իրականում ես եմ այն ջրի երես հանել։ Ես եմ իմ ձեռքով տվել այն մարդկանց, մտածելով, որ դրանով լավություն եմ անում որդուս։ Հետո։ Ձիաննան ասում էր, որ եթե այդ ձայնագրությունը փոխանցենք Վիլենին, դուրս կգանք այս պատմությունից։ Բայց ստացվեց հակառակը։ Ստացվեց, որ Ձիաննան նոր խնդիրներ ստեղծեց Գևորգի եւ մեզ համար։ Ձիաննա։ Ես չեմ հասկանում, Ձիաննան ինչ կապ ունի Վիլենի հետ։ Ձիաննան ինձ հավատացնում էր, որ Գևորգի համար դա միակ փրկությունն է, եթե ես փոխանցեմ այդ ձայնագրությունը Վիլենին։ Ես չգիտեմ ոնց, ես չգիտեմ ինչպես, բայց Ֆելիքսը Գևորգի դեմ վկայություն է տվել։ Ու հիմա նրան մեղադրում են փաստերը թաքցնելու համար։ Հայկ, ստացվում է, որ ես իմ ձեռքով Սպասի, հանգստացի։ Մի հատ հավաքի քեզ։ Ես կմտածեմ ինչ կարելի անել։ Հանգստացի։ Հայկ, խնդրում եմ, ինձ քո օգնությունը շատ անհրաժեշտ է հիմա։ Մի բան մտածիր։ Միայն խնդրում եմ։ Այս խոսակցության մասին Ձիաննան չպետք է իմանա։ Սոֆի, խոստանում եմ, չնայած դրա իմաստը չեմ էլ գտնում, թե ինչի չպետք է իմանա։
Բայց կուզես արի քայլենք, հա? Ես քեզ մեքենայով տուն կտանեմ։ Քեզ սենց այս վիճակում մենակ մնալ չի կարելի։ Լավ։ Բարացես։ Կներեք, դուք Գևորգ Գուրգենչի մոտ եք բարձրանում։ Այո։ Սա մեզ են փոխանցել, որ իրեն տանք, որ խնդրեմ դուք փոխանցեք իրեն։ Սա ինչ է, ով ա տվել։ Ես տեղյակ չեմ։ Ինձ ուղղակի ասացին, որ այստեղ բան կա Գևորգ Գուրգենչի համար։ Ուղղակի ես դեռ ժամանակ չեմ ունեցել իր մոտ մտնելու, որ խնդրեմ դուք փոխանցեք։ Իհարկե կփոխանցեմ։ Շնորհակալություն։ Ես այնքան եմ շնորհակալ։ Դեմքիս էլ չես նայում։ Գևորին ճանաչում ես։ Վիլենը ինչ ասես ասել է, հա, արդեն։ Հաց եմ տալիս։ Գևորին ճանաչում ես։ Հա։ Ու գիտեիր, չէ՞ որ ես ինչ խնդիրներ ունեի իր հետ կապված։ Ու չէիր ասում։ Որովհետև չկա, ֆելո։ Եթե մաքուր լինեիր ասեիր, ու չվախենայիր։ հանգստացի աշ։ Եվ իմ համարն ես բանը արևոր։ Որ դու իրան պատվալից հանեցիր։ Ես ճղվում եմ մեջտեղից, ուզում եմ գտնեմ են մարդուն, ով որ իրան պատվալից հանելա, բայց պարզվում է, որ էդ դու ես։ Աշ, ես ուրիշ բան չէի կարող անել։ Դու իմ սաղ պլանները փչացրեցիր, ֆելո։ Ինչի համար Գևորին ազատեցիր ու ինչի հետո իրան բռնել տվեցիր, կասես։ Աշոտ, դու ոչ մի բան չես հասկանում, դու ոչ մի բան չգիտես, հա, ես ուզում էի Գևին փրկեի, բայց հետո Վիլենը սարքես գլխիս, չես հասկանում, որ չեմ ուզում նստեմ, չեմ ուզում եկել։ Դերելը չկա, բայց բարխային լավ կլինի, հետքերով եթում ենք տոշնի է։ Իրենից երկար պախած չի մնակ, ես է գիտեմ, իրենը դրան երկար չի պահի իր մոտ, ավինոր բերա, դրան այն մագելուխա պատերին ակալի չգիտի, որ գնա ինչ անի, հետ ինչ դիսկա դրան։ Չգիտեմ, գեկ ճան, հերթապա գուշքույրը տվեց, ասաց ինչ-որ բերեր թողել են մոտը, որ փոխանցենք ես։ Թողել եմ որ փոխանցեմ, ու ավրել։ Չգիտեր։ Սկացա բերը տեղին աստրի ինչ չեն տվել։ Մտի մեր բաժանմունք, ասա Գևորգ Գուրգենիչի ասման նոր բրտվեք։ Դու էր պակասարա։ Բալջան, սոչում ես? Չէ։
Ես դու սուրճից հրաժարվում ես։ Չէ, ցավտանեմ, ուղղակի չեմ ուզում։ Չէ, առանց այդ էլ դուրս չեկար, որ եկար, բայց եթե դու սուրճից ես հրաժարվում, ինչ ա եղել։ Ինչպես միշտ, դու էլի չսխալվեցիր։ Խոսքը Ձյաննային ա վերաբերում, դեր չեմ երկարացնի, սուրճն ալ ես կվայել եմ։ Աստորեն դուս ա գալիս Ձյաննայի անզգուշության հետևանքով ա, Գևորգը հայտնվել ես տեսակ պատմությունների մեջ։ Ոստիկանները գինալ գալ է, դու աստված գիտի, թե ինչ էր կարող են լինել։ Իսկ ես քեզ ասում էի, ես քեզ զգուշացնում էի, այդ աղջիկը հանգիստ չի նստի, մինչև մեկի գլխին մի բան չսարքի, իսկ դու ինձ չէիր լսում, չէիք հավատում ոչ մեկդ։ Հեսա ոչինչ, դու մաման կգնաք սիրուն ու ամեն ինչ կարդարացնեք, ամեն Ձյաննայի գործողություն դուք կարդարացնեք, չէ պապ։ Լուսի ջան, աղջիկ ջան, ես հասկանում եմ քեզ։ Ես հասկանում եմ, որ դու զայրանում ես։ Ես էլ եմ զայրանում Ձյաննայի վրա, բայց ինչ կարող ենք անել, հա։ Հո ձերքերս ես ծալած չենք նստելու, հա։ Մի բան պետք է անենք, թե չցավդ տանեմ։ Պապ ջան, դու ինչ ուզում ես արա։ Ես ձեռքերս լվանում եմ այդ թեմայից։ Ես ուզում եմ հեռու մնամ այդ աղջկանից, ես չեմ ուզում էլ շփվեն։ Ինքը վախենալու է, դու հասկանում ես։ Լավ էլի, լավ էլի։ Ինձ ես չգիտեի ցավը տանում։ Սով ես ասում։ Սովքոսն եմ սա։ Սպամել եմ։ Բանից մենակ թողում։ Ողբորպես դուրս արի, կներես դուրս արի։ Yes.